քեզ մեր Աստված։ Սրտան շնորհակալ եմ, Հայր, շնորհակալ եմ այսօրվա այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս, որ այսօր էլ կյանք ես տվել։ Շնորհակալ եմ, որ այսօր էլ կանք, ապրում ենք, Տեր, եւ ամենքս, որ հիմա լսում ենք, կամ կլսենք հետո, սա արդեն նշան է, որ դու գործ ունես մեզ հետ, Տեր։ Յուրաքանչյուր մարդ, որ այս երկրի վրա ապրում է, ուրեմն Տեր դու ծրագիր ունես, եւ քո ծրագիրը դեռ այդ մարդու կյանքում, մեր կյանքում չի ավարտվել։ Հիսուս, օգնիր ավելի սիրենք քո կամքը, քո ծրագիրը, քո նախաձեռնությունը, քո իրական կամքը, վերդասենք մեր կամքից, մեր ցանկություններից, մեր ուզելուց, մեր մտածելակերպից, մեր հասկացողությունից, Տեր, բարձրացրում ես այս երկրավոր ընթացքից, որպեսզի ավելի քեզ մոտ լինենք, Տեր, ճանաչենք քեզ, Հիսուս, եւ քո կամքը վեր դնենք ամեն ինչից, Տեր, իմ Աստված։ Թող մեր սիրտը չքարացնենք, թող մեր սիրտը չխստացնենք, Տեր։ Թող այսօր, Տեր, հասկացողություն գա, ավետարանի ճշմարիտ խոսքը բացվի մեր մեջ, Տեր։ Մենք կարիք ունենք, Տեր, քո խոսքով լուսավորվելու, որպեսզի հակառակորդը մոլորյալներին իր զավակներին չուղղորդի մեզ մոտ, որովհետև այդ ամենը, որ մոլորվել են, Տեր, ու հասկացողությամբ դարձել են խավարի ինչ որ մի իրական կամակատարը, ազատիր մեզ, Տեր, ազատիր մոլորություններից, չարիքից, Տեր, ազատիր մեզ ամեն հարձակումներից եւ տուր մեզ հասկացողություն, որ իմանանք, Տեր, որ մարդը չի մեր թշնամին, այլ հակառակորդը, եւ իմանանք, Տեր, թիրախային թե որտեղ պիտի ուղենք մեր իրական զենքերը, պատերազմական ընթացքը, Տեր, օ Հիսուս, մենք քանդում ենք ամեն գործիք, որ մեր դեմ է, եւ դեմ ենք կենում ամեն հակառակությանը, եւ ասում ենք, Հիսուս, տուր մեզ զորություն սիրելու մարդուն, եւ օրհնելու մարդուն, եւ մարդու դեմ չտրամադրվելու, այսօր, Տեր, խոսիր մեզ այս խոսքը, Տեր, բացիր մեզ այս խոսքի իսկությունը, ճշմարտությունը եւ իրական խորությունը, մենք չենք ուզում, Տեր, քո ավետարան իսկապես չհասկանալ, չիմանալ, այլ ուզում ենք հավատքով վերցնել ու տաս մեզ հասկացողություն։ Տեր, սիրում ենք քեզ, սիրում ենք քո խոսքը, եւ քո խոսքի միջոցով ուզում ենք ավելի քեզ ճանաչել, ավելի խորը գնալ ճանաչողության մեջ։ Բացիր մեզ, Տեր, բացիր մեզ քո էության գերազանցությունը, քո մեծությունը, քո փառքն ու զորությունը, Հիսուս, ով քեզ ունի, ամեն ինչ ունի։ Շնորհակալ եմ, Տեր։ Սիրում եմ քեզ, այսօր ու վաղ ու հավիտյան թող քեզ լինի փառքը, պատիվն ու մեծարանքը։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, հրաշալի առիթ ունենք դարձյալ միասին Տիրոջը պաշտելու, երկրպագելու։ Թող Աստված իրականից այսօր ինձ եւ քեզ հետ խոսի։ Ես աղոթել եմ այսօրվա ծառայության համար եւ այսօր էլ Տեր Հիսուսը թող իրականից մեր տան մեջ, մեր աշխատավայրում, որտեղ էլ որ եք, թող Տեր իսկապես գործ անի ինձ հետ եւ քեզ հետ։ Թեպետ ես խոսնակն եմ, ես որպես ծառայության մեջ բերան, բայց դու էլ ականջ։ Եվ ուզում եմ քեզ ասել, որ երկուսս էլ ծառայության մեջ ենք։ Աչալուրջ եղի Աստծո խոսքին։ Այն խոսքին, որը հիմա փոխանցելու եմ քեզ։ Եվ ուզում եմ շատ արագ սկսել նյութը, եւ ովքեր էլ որ դեռ կմիանան մեզ, այն բոլոր քույր եղբայրները, որ դեռ իրականից կունենան առիթ այս եթերը դիտելու կամ հետագայում դիտելու, ես այսպես եմ հավատում, որ դեռ ես երկրից էլ կանցնեմ, բայց այս ծառայությունը կշարունակվի։ Այն ինչ որ Աստված սկսում է, դա իրականից շարունակական է, դա շարունակվելու է։ Հիմա եթերը կլինի, թղթի վրա կլինի, ու այսպես թուղթ ու թանակ գրեցինք, Հիսուսը կյանքն է, ճշմարտությունն է, ճանապարհն է, բոլորն է ծառայություն է։ Ու այս ծառայության իրական Տերը, հովիվը, սեփականատերը Հիսուս Քրիստոսն է։ Ես ընդամենը Տիրոջ ձեռքերում մի ծառա եմ, մի ծառայող եմ, բայց անողը Տերն է։ Ուզում եմ քեզ քաջալերեմ, որ սիրտդ բացես, ու այսօր քո ականջներն է բացես, հոգուտ ականջներն է, որ լսես Աստծո ձայնը, որ լսես Աստծո խոսքը։ Եվ ես ուզում եմ այսօրվա թեման հենց այսպիսին է. Աստված է թույլ տվել, կամ մեր գործը Աստծո հետ է, Աստված է թույլ տվել։ Ես այսպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուրս էլ անցնում ենք ինչ որ բաներով, դժվարությունով, փորձությունով, նեղությունով, ինչ որ չգիտեմ, այսպես չհասկացված իրավիճակներով, այսպես անակնկալներով, տհաճ անակնկալներով, հիվանդություններով, ֆինանսական ճգնաժամով, փոխհարաբերությունների ընտանեկան, ամուսնական, ծնող երեխա, փոխհարաբերությունների մեջ ճգնաժամ, ինչ որ sense, չգիտեմ, ծուղակ, քո ղեկավարի հետ, քո գործընկերոջ հետ, քո բիզնեսի մեջ ճգնաժամեր, տկարություններ, դժվարություններ, չհասկացված ուղղակի այսպես իրավիճակներ, ու ես ուզում եմ քեզ
շատ կարևոր մի խոսք ասել։ Միգուցե ակնարկեմ հիմա քո ստեղծված իրավիճակի հետ, քո կյանքի հետ։ Միգուցե քո ծառայողական կյանքում կուզեի, որ հովիվներն էլ լսեին, ծառայողներն էլ լսեին, առաջնորդները երկեցիկ խմբի, կարգ ու կանոնի առաջնորդները, մասնակիցները, բոլոր ծառայողները։ Հնարավոր է քո ծառայության մեջ էլ ինչ-որ չհասկացված բաներ կան։ Հնարավոր է քո գործընկերը կամ ծառայակիցը քեզ խանգարում է կամ քեզ թվում է, որ խանգարում է, կամ այսպես լիքը մտքեր, ու ես ուզում եմ այս ամենի մեջ ասեմ, շատ ու շադիր եղի։ Շատ հավանական է, որ Աստված այդ ամենը կազմակերպել է, որ սրտիդ եղածը տեսնի։ Գիտես, այնքան հետաքրքիր է այս խոսքը, այս միտքը, Տեր օրհնի Միքայել ջան, Ռուզան քուրս, Թերեզա քուրս, սիրում եմ ձեզ, օրհնում եմ Կիրակի ներողություն շաբաթ օրը առաջ Աստված կլինեմ վայքում արտակ աղբերս Տեր օրհնի, աղոթող եղեք, որպեսզի կարողանանք հասցնել բոլոր տեղերն էլ ավետարանի խոսքը տարածելու։ Եվ ես ուզում եմ հիմա լսես, Աստված է թույլ տվել։ Եթե քո կյանքում կա ինչ-որ մի հատ հալածանք, ինչ-որ մի հատ խնդիր, լավ ինչ-որ մեկը քեզ նեղացնում է, բայց մտքովդ չի անցե երբևէ, մայրամքուր, որ Աստված է թույլ տվել։ Որ հնարավոր է այդ ամենը, Մելանիա քուրս, Աստված է թույլ տվել։ Որպեսզի քո համբերությունը տեսնի, որպեսզի քո սերը, հանդուրժելը, սիրելը, օրհնելը, ինչ է այս ամենի իսկությունը, այս ամենի եղելությունը։ Գիտեք, Աստծո խոսքում տեսնում ենք Անուշիկ քուրս Տերը օրհնի, շատ խորը բաներ եմ ասելու Այդա քուրս, որ եթե այսօր դու անցնում ես ինչ որ դժվարությունով եւ հատկապես այդ ամենի մեջ մարդկային գործոնը կա, եւ մարդկային, այսպես ասեմ, մասնակցությունը կամ մարդու ֆակտորը այդ ամենի մեջ կա, մտածի, միգուցե այս ամենը Աստված է թույլ տվել։ Միգուցե Աստված իրականից ուզում է տեսնի քո սրտի իրական, ինչ ասեն, ներումը, համբերությունը, սերը։ Ուզում է տեսնի քո իրական ծածուկ աղոթող ով լինելդ։ Արդյոք կբարեխոսես, թե կչարախոսես։ Արդյոք կկռվես, թե կռիվը կհանձնես Աստծուն։ Արդյոք ողակալ կլինես, թե կներես։ Կատես, թե կսիրես։ Աստված է թույլ տվել։ Դու միգուցե անգամ չես էլ մտածում, որ այս ամեն փորձությունը, այս ամեն դժվարությունը, որ քեզ հետ կատարվում է, այս ամենի ետևում կանգնած է հենց ինքը Աստված։ Հնարավոր է քո չստացվելը Եվրոպա գնալը կամ Ամերիկա գնալը կամ Ռուսաստանից այսպես դեպորտ լինելը գալ, այս ամենի ետևում կանգնած է Աստված։ Շուտ եզրակացություններ մի արա։ Շուտ վերլուծություններ մի արա, ինչու էսպես եղավ, ես ինքնաթիռ ինչու չթռավ, ես հարսանիքից ուշացա։ Դու հետո պետք է Աստծուն այնքան շնորհակալ լինես, որ չթռա, որտեվ եթե թռներ պետք է տրաքեր։ Շուտ մի շտապի ձևակերպումներ անել, մարդկանց վրա նեղվել, այսպես չգիտեմ, այսպես վիրավորել, թշնամիներ հավաքել, եթե ինքը չաներ սենց կլներ, եթե այս բժիշկը չսխալվեր, ես հիմա ավելի առողջ պիտի լինեի եւ այլը, դու դա չգիտես, հնարավոր է այս ամենի ետևում կանգնած է Աստված։ Հնարավոր է։ Ես ինչու այսպես եղավ, որ ես վերջապես, չգիտեմ, այսպես գնացի բանակցելու, ինչպես ես օրինակ եմ բերում Հովտաշենի պատմությունը, Հովտաշեն եկեղեցու պատմությունը, մենք գնացինք տուն վերցնելու, ավելի էժան ենք պայմանավորվել, հետո թանկացրին, ես նեղացա, հետո էլի թանկացրին, ավելի վշտացա, երրորդ անգամ թանկացրին, Աստծուց նեղացա։ Եվ մտածում եմ, որ Տեր Աստված ոնց որ դու ոչ թե մեր կողմից ես, այլ մեզ հակառակ ես։ Եվ դու ոնց որ մի տեսակ Տեր մեզ մոռացել ես, մեզ չես օգնում, բայց ես չէի հասկանում, որ Աստված էր կանգնած այս ամենի ետևում, որ այդ մարդիկ թանկացնեն այդ տունը, որ մենք այդ տունը չգնենք։ Այդ ժամանակ ինձ դժվար էր դա անցնել, ով էր ինձ ասեր, ես չէի ընդունի, կմերժեի, սուտ մարգարեություն կասեի, հերետիկոսներ կանվանեի, կասեի, դուք թշնամի եք ավետարանի գործին, Աստծո եկեղեցաշինությանը, բայց այսօր ես դա հասկացա։ Ես հասկացա, որ Աստված ինքն էր հովանավոր այդ ամենի, որ այդ տունը թանկանար, որ ես չգնեի։ Որ Հովտաշենում լինի այն, ինչ որ հիմա կային հշքեղ ու մեծ իրա բակով, վերջապես շենքով, զրոյից պետք է շինվեր, ու ես ամեն անգամ ասում եմ, Տեր, շնորհակալ եմ, որ դու իմ ուզածը չտվեցիր, բայց տվեցիր այն, ինչ ինձ պետք էր ու մեզ պետք էր։ Քույրեր, եղբայրներ, հնարավոր է դու այսօր հալածվում ես, որ այդ աշխատանքը թողես ու դու չես էլ պատկերացնում, որ Աստված ինքն է քեզ հրում դուրս հանելու այդ աշխատանքից, մի քիչ կոպի դուրս է շպրտում այդ աշխատանքից։ Դուրս է քեզ հանում այդ բուհից, այդ համալսարանից, այդ շրջապատից, այդ ընկերական շրջապատից, կամ վերջապես այդ ընկերուհիների շրջապատից, կամ այդ չգիտեմ, ինչ որ վարսավիրանոցից, կամ արտադրամասից, կամ բիզնեսից, ու դու մտածում ես ինչու այդպես վարվեցին, ինչու այդպես, որովհետև Տերը գիտեր, եթե այդպես չվարվեն, դու չէիր թողի, բայց կա եւս մեկ ճշմարտություն եւ իրականություն, որ Աստված քեզ հետ ավելի լուրջ ծրագիր ունի, ավելի մեծ ծրագիր ունի։ Հետաքրքիր է։ Ով է այս ամենի ետևում կանգնած։ Շատ հնարավոր է հենց քո Աստված։
Քեզ թվում է, որ այդ ամենը անում է Սատանան։ Քեզ թվում է ու երբեմն դու ասում ես, «Օ, ետից գնա Սատանա, մերժում եմ քեզ, ջարդում եմ քեզ, քանդում եմ քեզ», բայց ինչ կասես, եթե այս տեսանկյունից նայենք, որ այդ ամենը կազմակերպել է Աստված։ Որ Աստված է թույլ տվել։ Որ Աստված է այդ ամենը թույլ տվել քեզ խրատելու, քեզ դաստիարակելու, քեզ խոնարհեցնելու։ Երբեմն կան բաներ, որ պետք է մեր կյանքում լինի, որ մենք խոնարհվենք։ Բայց մենք ուզում ենք ամեն ինչ հարթ լինի, Բորիս ջան, ամեն ինչ լինի մեր ուզածով, մեր հասկացոցով, վերջապես մեր ցանկություններով, բայց ինչու ես այդպես մտածում, որ Աստված քո կամակատարն է, կամ քո գործակալն է, կամ քո ենթական է, կամ քո վերջապես պատվերներ կատարողն է։ Ոչ, սիրելիս, նա Աստված է։ Նա հզոր է։ Եվ հնարավոր է քո բոլոր խճճված իրավիճակների ետևում կանգնած է Աստված։ Հնարավոր է, որ իրականից Աստված է ձգձգում քո զավակ ունենալը, Աստված է ձգձգում քո կիսուրի, կեսարի, զոնքաճի հարսի հարց լուծելը, Աստված ինքն է ձգձգում, որպեսզի ինչ որ բան քեզ սովորեցնի ու այդ ամեն դոլորոսա, դժվար, դաժան ճանապարհի մեջ խոնարեցնի, որպեսզի քեզ բացի այն ճշմարտությունները, որ ինքն է ուզում բացի։ Շատ հետաքրքիր է այսօրվա թեման, եւ այսօրվա թեմայի վերնագիրը սա է. Աստված է թույլ տվել, մեր գործը Աստծո հետ է։ Գիտես, այնքան թիրախային կլիներ, այնքան ուղիղ կլիներ, այնքան ճիշտ կլիներ, երբ որ դու իրականից քո հարցերի, քո խնդիրների համար դիմեիր Աստծուն, խոսեր Աստծո հետ, քանց մեղավորներ փնտրեիր, պապաներ մեղավոր, սաղինքներ, աներսեր մեղավոր, ախեց, զոնքաճը, որ լսի, այս բոլորը գործոններ են, գործիքներ են, բայց այս ամենի ետևում հնարավոր է, չեմ ասում հաստատ, բայց հնարավոր է, կանգնած է Աստված։ Եթե դու քո կյանքը տվել ես Հիսուսին, եթե դու վերստին ծնվել ես, Հիսուսին ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ, դու ինչ ես կարծում, Աստված ինքը չի կարող քո կյանքի մեջ բերել երևացող ինչ-որ քաոսներ, խնդիրներ, փորձություններ, որ այդ ամենով քեզ ավելի պատրաստի, հասունացնի, մեծացնի, ու դու թվում է թե այսպես կռվում ես, այ մորաքույրս ինչու էսպես արեց, մորաքրուչս ամուսինը, մյուսը, Աստված այդ ամենը գործածում է քեզ որակավորելու համար, քո հասակի վրա հասակ բերելու, քո հավատքը բորբոքելու, քեզ հաղթող անելու, ինչու եկան այս փորձությունները, ինչու եկան այս դժվարությունները, որ հաղթես, որպեսզի հաջորդ անգամ, երբ որ գա ավելի լուրջ խնդիրներ, որպեսզի այդ ամենը իսկապես դու վարժված լինելով իմանաս, որ այս ամենը կանցնի, սա էլ կանցնի, այս հալածանքն է կանցնի, այս անարգանքն էլ կանցնի, այս փորձություններն է կանցնի։ Հնարավոր է քո այսօրվա դժվարությունների, տկարությունների ետևում կանգնած է հենց ինքը Աստված, ինքն է հեղինակն ու կազմակերպիչը, բայց դու անտեղի կռվում ես չարի դեմ, մյուսի դեմ եւ այլ, հնարավոր է Աստված ինքն է թույլ տվել չարին։ Փոխարենը անընդհատ կռվելու, մարդկանց քեզ թշնամիներ սարքելու, ուղիղ գնաս Աստծո մոտ, դա թիրախային է։ Դա ավելի շինաբեր է քո հարցերի համար, ինչու ինձ չգնահատեցին, ինչու ինձ վերջապես ինձ, չգիտեմ, լավ գնահատական չտվեցին, դիպլոմս, մյուսս ավարտա, հնարավոր է այդ ամենը կազմակերպել է Աստված, որտեղ Աստծո պլանները, ծրագրերը քո համար այլ է։ Միգուցե դու այդտեղ շատ հարմարվեր, շատ քո ուզածը լիներ, վերջապես ամեն ինչ քո ուզած ձևով, քո ուզած կերպով, բայց վերջը լիներ այն, ինչ որ Աստված չէր ուզում քո կյանքի համար։ Հիմա ուզում եմ ուշադիր լինես։ Եթե դու անցնում ես փորձությունով, դժվարությունով, եթե դու անցնում ես անորոշությունով, եթե դու անցնում ես չհասկացված իրավիճակներով, Արտակ ջան, հնարավոր է Աստված ինչ որ բան այսօր թույլ է տվել ավելի մեծ չարիքից քեզ փրկելու։ Հետաքրքիր է։ Միթե սա հնարավոր է։ Միթե կարեն եղբայր կարող ես Աստվածաշնչով հիմնավորել այն ինչ որ ասում ես, եկեք հիմնավորեմ ամենադժվար ժամանակ, Անահիտ քուրս, ամենաչոքո չսպասված, քո չուզած իրավիճակները, որ ստեղծում են, մի հատ հարց դու միջև կկռվես, քո աղբոր հետ, քո քրոջ հետ, քո հարսի հետ, քո տղու հետ, քո աղջկա հետ, քո մոր հետ, հոր հետ, միջև այդ ամեն լինել, մի հատ հարց տուր, միգուցե այս ամենի ետևում կանգնած է Աստված ու ես միամտաբար կռվում եմ մարդկանց հետ։ Հնարավոր Աստված է թույլ տվել։ Ախր շատ դժվար է, ախր շատ ցավոտ է, այո, դա գին է, որ պետք է վճարես։ Առանց դրա չի լինելու, լուծում չեն գտնելու։ Հնարավոր է այդ ամենը թույլ է տվել Աստված, բայց ինչու եմ ես հիմա բանտում, հնարավոր է դա միակ տեղն է, որտեղ ես կարող եի խոնարհվել, հնազանդվել։ Ախ ինչի համար ինձ աշխատանքից դուրս անեցին, որպեսզի քո աշխատանքը դու սկսես։ Միջև որ դու ինքդ էր, փափուկ, հարմար, ավելի կոմֆորտ տեղ, բայց դու աղոթում ես Տեր Աստված ինձ իմ աշխատանքը տուր, իմ բիզնեսը օրհնիր, իմ աշխատանքը լավ օրինակ եմ տալի, պրիմիտիվ օրինակ։
Շատ տարական օրինակ, ու դու աղոթում ես, բայց ինչ որ միտեղ աշխատում ես ու դա փափուկ է, լավ է, դու քո գործ արիր, պատասխանատվություն չես կրում, ամեն ամիս քո փողն են տալի, մեկ էլ քեզ դուրս են շպրտում այդտեղից։ Այո, դուրս են անում, շատ անարդար ձևով։ Միգուցե դա միակ ճանապարհն է, որ քո մտքին զարկ տայր ու քոնը սկսեիր։ Ես չեմ խոսում բոլորի մասին։ Բոլորը կանչված չեն իրենցը սկսելու, բայց միգուցե քո աղոթքը այդպես է պատասխանում Աստված։ Երբեմն Աստված իր կերպով է պատասխանում մեր աղոթներին։ Աստված իր ձևով է մոտենում հարցի լուծմանը, բայց մենք մեր պատկերացումներն ունենք, մենք մեր ձևերն ունենք, մենք մեր կերպերն ունենք, բայց ով ասեց, որ Աստված մեր ուզած ձևով պիտի խոսի մեզ հետ։ Աստված եկավ Աբրահամի կյանք ու ասեց. Աբրահամ, դուրս արի քո հոր տնից, քո ժողովրդից, ուր գնամ, գնա, ես կասեմ։ Դեր Աստված մի հատ քարտեզ տուր, մի հատ լուսանկար տուր, մի հատ վերջապես ոչ մի բան վստահիր ինձ։ Ինչ էր սա անորոշություն էր։ Դուրս արի։ Միջև այնքան եկան ուր քաղաքից Խարան ու այնտեղից է դուրս չեկան Հուսիկ ջան ու Աստված թույլ տվեց նրա հայրը մեռավ Խարանում եւ նոր Աբրահամ վերջապես դուրս եկավ։ Ավելի լավ է, Նայրի ջան, լսենք այնինչ որ Տերն ասում է։ Երբեմն մեր չհասկացված իրավիճակների մեջ, երբեմն մեր չհասկացված մոտեցումների մեջ, մեր հետ վարվելու մեջ, մեր հետ սխալ վարվելու, ինչու ես մարդուն Տեր թույլ տվեցիր տենց իմ հետ խոսավ, որ ներել սովորես։ Ինչու թույլ տվեցիր, որ կինս ինձ այդպես արամարի, որ սիրել սովորես, մեղքեր ծածկել սովորես, քո երկնային հորը նմանվես։ Հալելույա։ Սա շատ կարևոր է, սա շատ կարևոր է։ Ուզում եմ այս ամենի մեջ ասեմ Ռուզանքուրս, Աստված է թույլ տվել, Ռոմելակուրս Աստված է թույլ տվել, հա, Ֆլորքուրս Աստված է թույլ տվել, Արևքուրս Աստված է թույլ տվել։ Միգուցե դու այսօր անցնում ես անապատով, միգուցե դու այսօր անցնում ես վերջապես քարկտիկներով, այսպես ժայռերով, չգիտեմ, դժվարությունով, լեռներ ես մագլցում, դժվար է, այրունոտ է, քերձվում ես, պատրտվում ես, գին ես վճարում, Աստված է թույլ տվել։ Քեզանից ավելի հզոր մեկին կերթելու։ Երբեք Աստված իր զորավորներին ու հզորներին չի կերտել քարանձավների մեջ, ծածուկ տեղերում, ջրի ներքևներում, նա կերտել է իրենց ամբոխների մեջ գազազած ամբոխին հրահրելու, վերջապես հալածվելու, նեղություններ կրելու, բայց իր ուզած անձը ստացել է։ Եվ գիտես, Աննա քուրս Տեր օրհնի ձեզ, Անուշիկ քուրս, Արտակ Արևիկ Ջավախքից իմ օրհնյալներ Տեր օրհնի ձեզ, Կարո ջան Տերը պահի, Տաթևիկ քուրս, Կարեն եղբայր Աստված օրհնի, Գոհար քուր, լսեք շատ ուշադիր, ով թույլ տվեց, որ այն երկու հրեաները մերժեն Մովսեսին, ուզում եմ ուղիղ ասեմ, Աստված։ Հենց ուղիղ կանգնեցին ու ասեցին, քեզ ով մեր վրա դատավոր կարգես, մեզ էլ ես ուզում սպանես, ոնց որ երեք Եգիպտացուն սպանեցիր, ավազում թաղեցիր։ Աստված գիտեր նրա թույլ տեղը, եւ Աստված թույլ տվեց, որպեսզի Մովսեսը փախնի դեպի իսկապես այն տեղանքը, որտեղ շատ հեռու էր, եւ այդ տեղերում իսկապես իր հոթոր աներոջ մոտ, այդ դժվարությունների մեջ 40 տարի էլ նա հղկվեց, պատրաստվեց, եւ դրանից հետո Աստված նոր նրան պետք է կանչեր։ Անահիտ քուրս, Դավիթ աղբերս, Աստված է թույլ տվել։ Մի վախեցեք ոչ մի հարձակումից, ոչ մի դժվարությունից, եթե իսկապես ինչ-որ մարդ ձեզ հակառակվում է, մարդուն ձեզ թշնամի մի դարձրեք, լսեք նորից կասեմ, եթե ինչ-որ մարդ ձեր ունեցվածքի վրա աչք է գցում, ձեր ունեցվածք ուզում է խլի, վերջապես ձեզ ուզում է խանգարի, ձեր բիզնեսին ուզում է իսկապես հարվածներ տա, հա, Տեր օրհնի Գեգամ աղբերս ուզում է ձեզ նեղացնի, ձեզ ցածրացնի, մեկ անգամից իրեն թշնամի մի համարեք, հնարավոր է նա գործիք է Աստծո ձեռքերում, չգիտակցված գործիք, ինքն էլ չգիտի, բայց Աստծո կամքն է կատարում։ Հնարավոր այդ ամենով Աստված անում է ինչ որ տեղ քեզ բարձրացնելու համար, հա, Էլիզաքուրս, քո նշանակությունն ու կոչումը քեզ տալու համար։ Գուցե ես մտածում եմ, ասում եմ, Տեր Աստված, ես ուզում եմ մնալ Երևանում, հորս հիմնած եկեղեցում 2002 թվականին ուզում էի քարոզեի Երևան եւ բայց հայրս ինձ ասեց հելի գնա Հովտաշեն այնտեղ ծառայի ոնց որ ինձանից հեռու ու ես ժամանակներ մտածել եմ ինչու ինձ հենց գյուղ ուղարկեցին հետո էլ Վրաստան ուղարկեցին ախր ինչի համար այսօր ես ասում եմ շնորհակալ եմ այդ ամեն տեղերում որ ինձ ուղարկում էր իմ հովիվ իմ առաջնորդ ինչ որտեվ այդ ամենը գիններ որ ես դարձա այն ինչ որ այսօր դարձա Դրանք պետք է լիներ, որ ես որակավորվեի, վերադասավորվեի, իմաստավորեի ծառայությունը, գին վճարեի, ինքս փորեի, հիմք լցնեի եղբայր քույրերիս հետ, բեմեր շինեի, ամբիոններ պատվիրեի ու կանգնեի քարոզեի, ախր գին եմ վճարում այսօր ու ես շնորհակալ եմ դրա համար։ Ամեն քո դեմ ելած փորձություն
քեզ համար մի նոր փորձառություն է։ Ամեն մի իրական քո անձի մասին չարախոսություն ու բամբասանք քեզ համար շանս ու հնարավորություն է նորից սիրելու, ներելու եւ հոգեվոր որակներ դրսևորելու։ Ռոսագարամա շինդրը գլորե դեբեշի։ Սուրբ Հոգին հիմա խոսում է ձեզ հետ շատ հստակ, որտեվ ամբողջ էությունս ներգրաված է այս պատգամի մեջ, եւ ես ուզում եմ դուք լսեք հոգու ականջներով։ Եթե դու այսօր անցնում ես լուրջ անապատով, մենությունով, դժվարությունով, հնարավոր է դուք ամուսիններով էլ այսօր իրար չեք հասկացել, որտեվ գալիքում անգամ կարար սպանություն լիներ ձեր մեջ, հազար ներողություն, կամ դավաճանություն, կամ վերջնական ամուսնալուծություն ու այսօրվա ձեր հարցերը, ձեր վեճերը եւ այլը ձեզ առիթ է տվել, ձեր միտքը զարկ տալու, մի փոքր մտածելու, ձեր սերը վերադասելու, այս ամենը կազմակերպել է Աստված, որպեսզի դուք սկսեք սիրել։ Այն գալիք մեծ դժվարություններին պատրաստվել, որպեսզի այդ դժվարությունները լեռների այդ ամեն գալուց այսպես դաշտավայրի պես հանգիստ անարգել կանցնեք։ Դու չգիտես այսօր ինչու ես անցնում այդ ամենը։ Դու չգիտես ինչու խփեցիր մեքենան։ Դու չգիտես ինչու քեզ չտվեցին վարորդական իրավունք։ Դու չգիտես, ու երբ որ քո կյանքում լինում է լուրջ փոթորիկներ, կանգնի ու ասա, այս ամենը Աստված ինքն է թույլ տվել, որտեվ իմ կյանքը պատկանում է նրան, ու իմ կյանքում չի կարող մեկ բան լինել առանց նրա թույլտվության։ Արման ջան, Տերը օրհնի քեզ։ Իրականից օրհնում եմ Անուշիկ քուրիկս, Աստված օրհնի, Տերը օրհնի Լինետ քուրս, Հայարփի քուրս, զորավոր մարդիկ կիսվեք, տարածեք, ինչու չկիսվեք, ինչու չտարածեք, ինչու չնպաստեք, միևնույն է, մարդիկ իսկապես լսում են տարբեր աղբյուրներից, տեղերից եւ այլը, թող ձեր պատերում էլ, ձեր Facebook-յան, ձեր վերջապես YouTube-յան, ձեր, չգիտեմ, այսպես, Telegram-ով կամ չգիտեմ, տարբեր Instagram-ով ներողություն, թող լսեն, թող տեսնեն Աստծո խոսքը։ Ու ես ուզում եմ ասել, եթե քո զավակը այսօր քո հետ ճիշտ չի վարվում, մեկ անգամից զավակիդ քեզ թշնամի մի համարի։ Հնարավոր է այդ ամենը թույլ է տալի Աստված, որպեսզի քո զավակի այդ կողմն էլ տեսնես, որպեսզի սկսես իր համար աղոթել, որտեղ միջև չտեսներ, իր համար այդ աղոթքը չէր անի։ Քեզ թվում է, որ քո զավակը հլու հնազանդ է, բայց Աստված մի հատ անորակություն թույլ տվեց քո զավակին տեսնել այդպես, որպեսզի գնաս ծոմերի ու աղոթքների մեջ, որ վաղը չդառնա փողոցային հանցագործ։ Շատ բաների ետևում կանգնած է Աստված։ 99% իրադարձությունները մեր կյանքում լինում է Աստծո թույլտվությամբ։ Աստծո թույլտվությամբ։ Սոֆաքուրս Աստված է, Հերմնեկուրս Աստված է թույլ տալի Նովելակուրս։ Օ իմ զավակի հետ լավ չխոսեց եւ այլ Անահիտ քուրս, ինչու է ուշանում մեր պտղաբերությունը Աստված է թույլ տվել։ Որպեսզի տեսնի քո համբերությունը, քո սերն ու հավատարմությունը առ Աստված, որպեսզի այդ ամենի մեջ էլ Աստված տեսնի, որ դու կուրախանաս, երբ որ մեկ ուրիշը արդեն օրհնված է։ Մեկ ուրիշ արդեն երեխա ունեցավ, մեկ ուրիշ արդեն նոր մեքենա ունեցավ, մեկ ուրիշ արդեն նոր տուն ունեցավ։ Դու միտեղ աշխատում ես արդեն 10 տարի, մյուսը գալիս է 2 տարի, դու ես վարձով, ինքն էլ է վարձով։ Երրորդ տարին աշխատելուց դու արդեն 11 տարվա աշխատող ես, ինքը 3 տարվա։ Տուն է վերցնում, վարկ է ձևակերպում, չգիտեմ ես ինչ եմ եւ այլը։ Ուրախացի։ Տերը դիտավորյալ է նրան բերե քո կողք ու թույլ է տալի ականջներդ լայն բացում է, որ դու լսես նրա հաջողությունները, նախանձելու ես, չարախոսելու ես, սիրտդ խստացնելու ես, թե սրտանց ուրախանալու ես։ Եթե սրտանց կուրախանաս, 3 անգամ ավելի մեծ տուն Տերը քեզ կտա։ Թույլ տվեք այսպես ասեմ։ Նյութական կերպով թույլ տվեք, որտեղ Աստված գիտի ինչով մեզ ստուգի, ինչպես մեզ իրականից անցկացնի այդ ամենով։ Սա շատ լուրջ է, Իրինա քուրս, օրհնում եմ քեզ, Լիլիթ քուրս, օրհնված մարդիկ, որոնք կանգնած եք Աստծո խոսքի համար, Շահեն եղբայրս, Արմինկա քուրս, Սամվել աղբերս, սիրում եմ ձեզ, օրհնում եմ ձեզ։ Կարինա քուրս, Տեր օրհնի, Ռիփսիկ քուրս, ախր մեկդ մեկից օրհնյալ եք, մեկդ մեկից զորավոր եք, Տերը պահի ձեզ։ Ձեր կյանքում, երբ որ լինում է իրական կիսուրից հալածանք, հարսից արհամարանք, մի հատ այսպես խոսք ասա, Տերն է թույլ տվել։ Ու սիրտդ կխաղաղվի։ Ու դու կհասկանաս, որ այս ամենը Տերը իսկապես տեսնում է ու Տերը գիտի Տաթևի քուրս, ու եթե Տերը թույլ է տվել, Տերը կլուծի։ Պետք չունես դու շատ այսպես խառնվելու իրար, այսպես ուղակի բարկանալու, կռիվ տալու, մարդուն թշնամի դարձնել։ Ասեմ ձեզ, մեծագույն հակառակորդի հաջողությունը այն է, երբ որ խնդիրների ժամանակ դու մարդուն դարձնում ես քեզ թշնամի։ Ու դու արդեն կռվում ես ոչ թե դևերի դեմ, սատանայի դեմ, ոգիների դեմ, Լուցիֆերի դեմ, այլ մարդկանց դեմ։ Լսեք, մարդը քո թշնամին չի։ Ադրբեջանցին էլ մեր թշնամին չի, ադրբեջանցիների մեջ գործող դևն է մեր թշնամին։
Այդ ոնց է 70-ականներին, 80-ականներին մարդիկ անգամ գնացել են Ադրբեջան, քարոզել են, այնտեղ առևտուր են արել, Նախիջևան եւ այլ, այսօր դարձան 30 տարվա մեջ ուղակի թշնամի, որ ուզում ենք իրար կոկորտ կդրենք։ Այդ ոնց եղավ, սատանան արեց այս ամենը։ Ու մենք միամիտ հայեր, միամիտ ադրբեջանցիներ, թույլ տվեք ասեմ, գիտեմ որ քարկոծեք սրա համար, քարկոծեք ոչինչ։ Փոխարենը կռվելու դևի դեմ, կռվում ենք դևի հրահրած մարդկանց դեմ։ Ո Տեր Աստված, բացիր մեր աչքերը։ Այսօր հոգևորը հոգևորի դեմ էլ է կռվում, Տերն է թույլ տվել, որ քեզնից չարախոսեն։ Գիտես, իմ անձից շատ են չարախոսել, բամբասել, հիմա էլ ոչ պակաս, ու երբեմն ես ու Վարդը գալիս ենք այս մտքին, Վարդին շատ է օգնում իմ օրհնված տիկին, իմ Վարդը, իմ 3 երեխաների մայրը, ասում է Կարեն, Աստված է թույլ տվել։ Օ այնքան ծանր է այդ խոսքը լսել, բայց ինչի է թույլ տվել, ճիշտ արե։ Ուզում ես օրհնվես, ուզում ես բարձրանաս գին վճարի։ Աստված է թույլ տվել։ Ո Տեր, ինչու ես թույլ տվել, որպեսզի դրա մեջ քեզ խոնարհեցնեմ ու ցույց տամ, որ դու ոչ մեկն ես առանց ինձ։ Եթե այսօր կբարձրանաս էլ ողջ փառքը տուր նրան, ողջ պատիվը տուր նրան, ես եմ թույլ տվել, որ քեզ անարգեն։ Ու կտեսնեմ քո սիրտը մարդուն կանարգես, մարդուն քեզ թշնամի կանես, թե կիմանաս, որ այս ամենի ետևում կանգնած է սատանան։ Այս ամենի ետևում իսկապես Աստված թույլ է տվել ու հակառակորդը գրգռել է ու ես արդեն փոխարենը քանդեմ չարի գործերը եւ իմ սիրտը պահեմ, որ մարդու դեմ ատելություն չունենամ, ես արդեն սկսեցի ատել եւ դարձա արդեն հակառակորդի ձեռքերում գործիք։ Միտքս մթագնեց, բարկությունը տիրեց, ողակալությունը Աստված թույլ տվեց, բայց այդ ամենի մեջ ես պարտվեցի, պետք է հաղթեի։ Պետք է հաղթեի։ Գրված է Երկրորդ Թագավորաց, խնդրում եմ գրեք Երկրորդ Թագավորաց 16-րդ գլուխ 5-ից 12 համարը օրհնված մարդիկ ուշադիր եղեք, կիսվեք, տարածեք ու մեր խմբերին Էլիդակուրս արթնացրեք, որպեսզի այսօր շատ ուշադրությամբ հետևեն Աստծո խոսքին։ 5-րդ համարից 16-րդ գլուխ Երկրորդ Թագավորաց 5-րդ համարից մինչև 12։ Այսի այն պատմությունն է Դավիթի կյանքում ամենատխուր պատմություններից մեկը, որ նա փախչում էր Անյուտակուրս, նա փախչում էր իր որդի Աբիսողոմից, սա դաժան էր, հայրը թողում էր թագավորությունը, հանուն իր ապստամբ որդու, որպեսզի իր որդու դեմ ուղիղ առճակատման չգնար, եւ նա զիջեց ու դուրս եկավ, եւ ասում է. եւ Դավիթ թագավորը եկավ մինչև Բավրիում, եւ այնտեղից մի մարդ դուրս եկավ Սավուղի ազգականներից, անունը Սեմի, Գերիայի որդի, դուրս գալով անիծում էր, քարեր էր գցում Դավիթին, Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, եւ բոլոր ժողովուրդը ու բոլոր զորավորները նրա աջ եւ նրա ձախ կողմն էին, Դավիթի աջ եւ ձախ կողմն էին։ Եվ այս իսկապես Սեմին քարեր էր գցում, որտեղ նա Սավուղի բարեկամն էր, եւ ոնց որ ժամը հասավ, հա, չաս նստալ, որ անիծյալ Դավիթ, ոնց որ Սավուղը մեռավ այդպես էլ, ոնց որ մարդը սպասեր, որ երբ է Դավիթը ընկնելու, որ ես ծիծաղեմ, ոնց որ շատ հոգևորներ սպասում են, երբ է Կարենը սխալվելու, շեղվելու, հպարտանալու, որ մենք ծիծաղենք, թող Տերը պահի այդ օրը դուք չտեսնեք Հիսուսի անով։ Եվ Սեմին այսպես էր անում. իր անեծքում դուրս եք, ով արյունահեղ մարդ, ով անօրեն մարդ։ Հետևաբար տեսնում ենք, որ Դավիթը ոչ սպանել էր Սավուղին, ոչ Հովնաթանին, սա զրպարտանք էր։ Տերը քեզ վրա դարձրեց Սավուղի տան բոլոր արյունը, որի փոխարեն դու թագավոր եղավ։ Տերը թագավորություն տվավ քո որդի Աբիսողոմի ձեռքը, եւ ահա դու քո չարիքի մեջ ես, որտեվ դու արյունահեղ մարդ ես։ Ինչ ասում էր Սեմին, զրպարտանք էր, մեղադրանք էր, ու Դավիթ ուներ իրավունք պատասխանելու այդ մարդու գլուխը կտրելու որպես թագավոր։ Եվ Շահուրայի որդի Աբեսեն ասեց գեներալները, թագավորի վստահված անձիկ, զորավոր մարդիկ, թագավորը ինչու համար է անիծում այս սատկած շունը Սեմին, իմ տեր թագավոր Դավիթին, Դավիթ թագավոր, թող անցնեմ ու դրա գլուխը կտրեմ շան նման։ Եվ թագավորն ասեց, դու ինձ հետ ինչ բան ունես, ով Շահուրայի որդի, թող անիծի, որտև Տերն է ասել նրան անիծիր։ Դավիթ, ով կասե նրան, ինչու համար ես դու այսպես անում։ Եվ Դավիթն ասեց Աբեսեին, իր բոլոր ծառաներին, ահա իմ որդին, որի իմ երանքից է դուրս եկել, որոնում է իմ անձը, ուր մնաց հիմա Բենյամինը, թող տվեք դրան, որ անիծի, որտև Տերն է ասել դրան։ Գուցե Տերը նայի իմ նեղությանը, Տերը ինձ բարիք հատուցի այս բոլոր նրա անեծքի փոխարեն։ Մեծ մարդ, զորավոր մարդ, Դավիթ զարմացնում ես,
Տերն է ասել, որ անիծի, այսինչ ասելու բան է, այսինչ ձևակերպում է, մարդը քեզանից չարախոսում է, բառացիորեն զրպարտում է, ասում է բաներ, որ դու ընդհանրապես դրա հետ կապ չունես, դու ոչ Սավուղի մահն ես ուզել, ոչ Հովնաթանի տառապել ես, ախր ամբողջը պատկերը գլուխի վայր շուռ տված է, ամենը պատմում, բայց Դավիթն ասում է, թող տվեք, որ անիծի, Սեմին թող անիծի, իմ որդին է իմ դեմ դուրս եկե, իմ արյունակիցն է ինձանից չարախոսում, ուր մնաց են մյուսները, թողեք թող անիծի, իմ տղեն է իմ մահը ուզում, էլ ուր մնաց, թողեք թող անուծի, անուշ քույրս Տերը օրհնի, Տերը զորացնի ձեզ, տարածեք ու թող Աստծո խոսքը տարածվի սիրելներ, եւ տեսեք, ինչ է ասում Դավիթի մտածելակերպ, ասում է միգուցե Տերը տեսնի, որի հետ անարդար են վարվում, ու այս Աբեսեի անեծքը, հա, դարձնի դեպի ներողություն Սեմի անեծքը դարձնի դեպի օրհնություն։ Ժողովուրդ, այս Դավիթ թագավորը հասկացավ, որ իր վրա հարձակումը Տերն է թույլ տվել, որ ինքը այդ երկիրը թողնում է, որ ինքը այդ տունը թողնում է, որ իրեն այդ տնից հանում են, որ իրեն այդ մեքենայից խլում են եւ այլը, Տերն է թույլ տվել։ Քո սիրտը տեսնելու։ Դու այդտեղ կլաչարանաս, կկրվես, կանիծես, վերջը մարդուն կսպառնաս, հեսա քեզ սենց եմ անելու, քո հալը կտենաս, հեսա աղոթեմ Տերը քեզ հարվածի, թե կներես։ Ժողովուրդ, մեր կյանքում 99 եւ ավելին եղած բաները Տիրոջ թույլտվությունն են։ Մի սխալվեք։ Այստեղ Դավիթը հասկացավ, որ այսօր նեղության մեջ է, որտեղ Տերն է թույլ տվել։ Տերը թույլ է տվել, որտեղ բաներ կար, որ Դավիթը դրանցով անցնելով էր, որ պիտի հասկանա, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Երբեմն թանկին ենք վճարում, որ մեր հպարտություններից խոնարհվենք։ Երբեմն թանկին ենք վճարում, որ մեր նախանձներից հետ կանգնենք։ Երբեմն թանկին ենք վճարում, որ մեր սխալ որոշումներից ապաշխարենք։ Տերը ողորմի, Տերը ողորմի։ Գնամ առաջ։ Շատ կարևոր է, որ քո ցավի ժամանակ չես կենտրոնանում մարդու վրա, չես մարդուն քեզ թշնամիանում, Հոբը մարդու հետ չկապեց, մարդուն չհիշատակեց, այլ Տիրոջ հետ էր իր բանը։ Հոբը երբեք չեք տեսնի, որ սատանայի դեմ կռվեր։ Հոբը երբեք չեք տեսնի, որ ամենը վերագրեր, որ անօրեն եկավ եւ այլ, այսինքն անօրենը Աստծոց ուժեղ էր։ Աստված չկարողացավ քեզ պաշտպանի ու անօրենը խլեց, գողացավ, հələ տրամաբանի, ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Եթե քո կյանքում ինչ որ անարդար բան է եղել, նայ ասա թեր, ես դու ես թույլ տվել։ Ես սրա մեջ ինչ ունեմ սովորելու, ինձ իմ սովորելու հասանելի ընթացքը բացատրի Շուշանքուրս։ Ես ուզում եմ այս ամենի մեջ խոնարհվել, հասկանալ, ապաշխարել, Տեր ինչու են այդպես վարվում, եղբայրս, քույրս, ծնողս, հարսս, փեսես։ Տերն է թույլ տվել։ Հոբը, երբ որ իսկապես իր եկան ասեցին, որ զավակներդ մեռավ, զավակներդ մեռան, ունեցվածքը տարան, ամեն ինչ կորցրեցիր, նա պատրեց իր հանդերձները, քուրձ ու մոխիր վերցրեց, որպես սքե նշան, եւ այդ սուքի մեջ ասեց. Տերը տվեց, Տերը վերցրեց, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հետաքրքիր է։ Նա Աստվածաշունչ չէր կարդացել, նա եկեղեցի չէր գնացել, բայց նա հասկանում էր, որ ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Որքան էլ որ աստվածաբանորեն դժվար լինի սա բացատրել, բայց այս մարդը հասկանում էր, որ առանց Աստծո թույլտվության ոչինչ լինել չի կարող։ Հիմա հարց. քո կյանքում եթե իսկապես վիժեցում է եղել, կամ զավակը ծնվել ու մահացել է, ինչու ես ասում, դե գիտես ինչ սատանան եկավ տարավ եւ այլ, Աստված չկարողացավ պահել, Տերը թույլ է տվել։ Ուզում եմ այսօր քեզ ուղիղ ասել, Տերը թույլ է տվել, քո ցավի մեջ ուժ գտի Աստծո առաջ սիրտդ բացելու ու չխստացնելու, որպիսի հաջորդ ծնունդը օրհնություն լինի, որտեվ այդ ամենի մեջ շատ բաներ կա սովորելու։ Տերը թույլ է տվել։ Այո, բաներ կա, դուք եք, մենք ենք մեր գլխին սարքողը, փորձություններ եւ այլը, չար ցանկություններ, չար կերպով Աստված չի փորձում, բայց իր խոսքի համաձայն փորձում է։ Տերը թույլ է տվել։ Տերը թույլ տվեց, որ ինքը Աբրահամը վերապրի իր զավակին տանելու իրական վերջապես գառնուկի պես մորթել։ Տերը թույլ էր տվել, բայց վերջի պահին ողորմեց, որովհետև Աբրահամը ճիշտ դիմավորեց փորձությունը։ Նա չընդդիմացավ, նա չհակառակվեց, չլաչառացավ, վերջապես Աստծուց չհեռացավ, նա խոնարհաբար արեց այն, ինչ որ Տերը ասել էր։ Քրիստոնե քուրս օրհնում եմ քեզ, Ալվարդ քուրս, Տերը պահի ու զորացնի։ Տերը թույլ է տվել։ Թող հալածեն, թող բամբասեն, թող ասեն ինչ կուզեն, թող զրպարտեն, բայց իմ Տերը արդարության արեգակ ինձ վրա կծակեցնի դեռ։ Իմ սպասումը
Արդարությունը Տիրոջից է։ Եվ տեսեք, Հոբի առաջին գլուխ 20-ից 22-ը նա ասում է. «Մերկ եմ դուրս եկել իմ մոր արգանդից, մերկ էլ կգնամ»։ Տերը տվել էր այս ամենը, Տերը վերցրեց։ Հոբ, սատանան ա վերցրեց, Տերը վերցրեց։ Սատանան շատ փոքր է, որ կարողանա վերցնի առանց Աստծո թույլտվության։ Սատանան չէր կարող ինձ գործից հաներ, իմ գործը ձեռքից խլեր, եթե Տերը թույլ չկա։ Գիտեք, այնքան բժշկություն է գալի մեր մեջ, այնքան խաղաղություն է գալի, երբ որ մենք իմանում ենք, որ Տերն է թույլ տվել։ Այո, դա շատ ցավոտ է։ Ինչ որ մի քո հարազատ մթնոլորտ շրջապատ ընկերություն մերժեցին քեզ, կամ չհասկացաք իրար, կամ վիճաբանեցի, կամ այսպես իրարից առանձնացաք, միգուցե այս ամենը քեզ համար շատ վատ էր, բայց Տերն էր թույլ տվել, որպեսզի քո որակները վերջապես սկսվեր դրսևորվել։ Որտեվ քանի դեռ նրա կողքին էր, նա քեզ ուղակի խանգարում էր, քեզանից խլում էր, վերցնում էր ու դու չէիր հասկանում, թե ով ես դու։ Բաներ կա, որ Աստված թույլ է տալի, ցավոտ է, զատում է, որպեսզի քեզ որակավորի։ Դժվար է այս ամենը հասկանալ։ Ինձ համար դժվար է։ Ինձ համար դժվար է, բայց ես խնդրում եմ Աստծուց իմացություն, հասկացողություն եւ զորություն։ Արփինե քուրս, Տեր օրհնի արփիկ քուրս, Աստված զորացնի ձեզ, Տերը օրհնություն տա ամենքից, մեր տների մեջ ու մեր տներից դուրս։ Գնամ առաջ, շատ կարևոր է։ Նեղության մեջ, դժվարության մեջ, խնդիրների մեջ, փորձությունների մեջ, չհասկացված իրավիճակների մեջ, անորոշության մեջ չտրտնջալ։ Չասել ինչու էսպես եղավ։ Գիտես, տրտունջը սպանում է։ Եթե դու անապատում ես ու ասում ես, բա ինչի բերեց Տերը այստեղ։ Ախր ինչու, աշխատանքից էլա, հիմա վարկով եմ ապրում, պարտքով, միգուցե այդ փուլը պիտի անցնես։ Հնարավոր է դա մի կյանքի ուղի է, որ դու պետք է անցնես, դրանից հետո կծակի արեգակը, կգա ողորմություն, հա։ Մարիետա քուրս, Տերը օրհնի ձեզ։ Թող Տերը զորացնի, հիմա խոսա։ Սուզի քուրս, Աստված օրհնի ձեզ։ Զոյա քուրս, Տերը օրհնի։ Հնարավոր է այդ անապատով դու պետք է անցնես, բայց Իսրայել անապատի մեջ սկսեց տրտնջալ, առաջի Կորինթացիս 10:10 եւ ասում է չտրտնջակ, ինչպես նրանք տրտնջացին եւ անապատում օծերից խայթվեցին ու մեռան։ Հնարավոր է դու այսօր ընկար հիվանդանոց ու դու ասում ես, բայց ինչի համար, հարց տուր, Տեր, ինչ պիտի անեմ այստեղ։ Լավ, դու կարայր ինձ բժշկեր հիվանդանոց, թույլ չտայր որ գա, բայց Տերը թույլ տվեց։ Հնարավոր է քո կյանքում Աստված ունի այդ բոլոր իշխանություն ու իրավունքը, բայց հիվանդանոցում մի հիվանդ կա կամ բժիշկ կա կամ մեկը կա, որ իր վրա չունի այդ իշխանությունը, քո միջոցով ուզում է Տեր իրան հասնի։ Ախր այնքան ենք քարանում, այնքան ենք խստասիր դառնում, որ Աստված մեզանով չի գործում։ Տերն է թույլ տվել։ Այս ամեն ինչ որ կա, Տերն է թույլ տվել։ Տեր ինչու ես թույլ տվել պատերազմներ եւ այլը, Տերն է թույլ տվել, որպեսզի այդ ամենի մեջ մեզ տանի ապաշխարության, մեզ տանի իսկապես իրական Աստծո առաջ խոնարհվելու, մեր մեղքերի պատճառով է թույլ տվել, մեր աննազանդությունների պատճառով, բայց որ թույլ է տվել, նրա անունն է Աստված, հալելույա։ Ոչ մի բան, ինքն իրեն օթից, քամի, քշված տերև չէ, պատահականության սկզբունքով, պատահականության հիմքի վրա, ոչ մի բան պատահական չէ։ Եթե Տերն է թույլ տվել, ուրեմն այդ ամենի մեջ պետք է սովորել, հասկանալ, ինչ պետք է անեմ, Տեր։ Արմինե քուրս օրհնում եմ քեզ, խոնար Աստծո մարդ, Հերմինե քուրս, թող Տերը զորացնի ձեզ, կիսվեք, տարածեք ու թող մարդիկ լսեն։ Հոգևոր մարդու պատերազմը երբեք մարդու հետ չէ, այլ խավարի ուժերի հետ։ Եփեսացիս 6-ի 10-րդ համարը այսպես է ասում, Եփեսացիս 6 10-րդ համարը, դու միգուցե այսօր կենտրոնացել ես քո ամուսնուն այսպես կողոպտիչի վրա, միգուցե նա գործատուն է կամ վերջապես այսպես շինարարն է, պրարաբ ենք մենք ասում ռուսերի լեզվով, կամ ճարտարապետն է, ինչ-որ մի բան է, ու սենց լրիվ, գիտես, իմ մետ էլ այդպես լինում, երբ որ մենք գտնում ենք թիրախը, որ մարդու պատճառով են, բոլոր ուղղում ենք այդ մեր այսպես դժգոհությունները, մեր վերջապես այսպես չգիտեմ ինչ ասեմ, մեր պայքարները մարդու դեմ, ու մենք պարտվում ենք։ Իմացի, որ այդ մարդու միջոցով Աստված թույլ է տալի, հակառակորդնել է գործիք այդ ամենի մեջ ինչ որ իմաստով, ու մենք խճճվում ենք ու մենք սկսում ենք կռվել մարդու դեմ, ատել մարդուն, չսիրել, արդեն ասել ես ինչ վատն է, հələ սկսի այդ մարդու համար աղոթել։ Միգուցե այդ ամենը եղել է, որ դու այդ մարդու համար աղոթել, ինչ որ մեկը ասում է, ես իր համար չեմ աղոթի։ Ու իմիջիալոց դու ես եթերը չես լսում, եթերի հիմա ժամանակ, դու լսում ես սրանից հետո, օրեր, ամիսներ հետո։ Ոնց աղոթեմ մեկի համար, որ զրկել է ինձ իմ սնունդից, իմ նյութից, իմ ամուսնու հետ լավ չի վարվել, իմ կնոջ հետ լավ չի վարվել, միգուցե այս ամենը եղել է, որ դու իր համար աղոթես։
աղոթես իր փրկության համար։ Որտեղ միջև քո գումարը տալիս էր շինարարություն, ամեն ինչ, գործ, ընթացք, ամեն ինչ հրաշալի էր, բայց սա եղավ, որպեսզի դու իր համար աղոթես։ Օտեր, ինչ անքննելի են քո գործերը։ Ինչ անհասկանալի են քո գործերը։ Այսուհետև եղբայրներ, զորացեք Տերով, նրա զորության կարողությունով, Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակենալ, որտեղ մեր պատերազմը ուշադիր, մարմնի հետ չէ, այրունի հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս աշխարհքի խավար աշխարհակալ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների, այսինքն հոգևոր աշխարհի մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք հակառակենալ այդ չարության օրը եւ ամենը կատարելով ձեր տեղը հաստատ մնացեք։ Մեր պատերազմը այրունի ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների հետ։ Սեդաքուր, Արմինեքուր ուշադիր եղեք։ Մելանիա, Միքայել, Տերը օրհնի, Լենակուրս, այս ամենը մեր պատերազմը հարևանի հետ չէ։ Այո, հարևանը դեմ է դուրս եկե, որ քո կառույցը չլինի, որ դու տունը չմեծացնես, որ դու վերջապես, չգիտեմ, քո զաբորը չքաշես եւ այլ, բայց այս ամեն իսկապես Աստված թույլ է տվել, որպեսզի քո սիրտը ազատի ողակալությունից, չարախոսությունից, քեզ սովորեցնի ներել, սիրել, համբերել, դժվար է այս ամեն ընկալել, նորից եմ ասում։ Մենք միշտ գտնում ենք թիրախ ու գիտենք ում դեմ կռվենք, բայց սա ծուղակ է, մարդը մեր թշնամին չէ։ Քո հոգևորությունը կստուգվի։ Քո Աստծո հանդեպ նմանությունը կստուգվի, քո ինչ ասեմ, բառապաշարը կստուգվի անպայման։ Մի կռվեք մարդու հետ, մի կռվեք մարմնի հետ, մի կռվեք, ձեր պարտքերը վճարեք սիրո մեջ, հավատարմության մեջ, հարգանքի մեջ, պատվելու մեջ, գնահատելու մեջ, բայց իմացեք, Տերը թույլ է տալի բաներ մեզ որակավորելու համար։ Եթե դու վախկոտ ես, այսպես փափուկ ես, սիրում ես բամբակների մեջ, իմացի, քո կյանքում շատ բաներ չի լինի ու դու այդտեղ էլ այդ հասակի մեջ էլ կմնաս, պստիկ, փոքր սրտով, փոքր մտքով։ Ես չեմ ուզում Տեր։ Ես ուզում եմ աճել, ես ուզում եմ զարգանալ, ես ուզում եմ զորանալ, եւ Տիրոջ խոսքն ասում է. ձեր պատերազմը մարդու դեմ չէ, ձեր պատերազմը սատանայի դեմ է։ Երեմիայի ողբերում, ինչպես որ գրված է, ես լռությունով կսպասեմ Տիրոջ փրկությանը։ Ուզում եմ ձեզ օրինակ տամ, սիրելիներ, Դանիել մարգարեի կյանքից, ուշադիր եղեք, թե ինչ է ասում այստեղ Դանիելը։ Դանիելը, երբ որ աղոթում է, նա կարող է հիշատակել Նաբուգոդոնոսորին, այնտեղ Բաղդասարին, այնտեղ տարբեր թագավորներ, որ սրանք ահավոր են, եկան մեր երկիր ավիրեցին, այս մյուսը, վերջապես այս Էրդողանը, այս Ալիևը եւ այլ, դրանց սենսը, դրանց ընենցը, հələ տեսեք ինչ է ասում Դանիելը։ Դանիելը շատ հետաքրքիր է խոսում։ Դանիելի մարգարեություն գրված է 9-րդ գլուխ 3-րդ համարից։ Եվ ես դարձրի իմ երեսը դեպի Տեր Աստծուն, որ աղոթք ու աղաչանք մատուցեմ ծոմով եւ քուրձով մոխիրով։ Աղոթեցի իմ Տեր Աստծուն եւ խոստովանեցի ու ասեցի. «Ո Տեր, մեծ Աստված, ահավոր, որ ուխտ եւ ողորմություն ես պահում քեզ սիրողներին, պատվիրանքներդ պահողներին, մենք մեղանչեցինք, անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք, ապստամբեցինք, խոտորեցինք քո պատվիրանքներիցը ու իրավունքներիցը եւ չլսեցինք քո ծառաներին, մարգարեներին, որոնք խոսեցին քո անունով, մեր թագավորների հետ, մեր իշխանների, մեր հայրերի հետ, երկրի բոլոր ժողովրդի հետ, քոնն է ով Տեր, արդարությունը, իսկ մերը երեսի ամոթը։ Ինչպես որ այսօր էլ Հուդայի մարդկանց, Երուսաղեմի բնակիչների բոլոր Իսրայելի մոտավորներին ու հեռավորներին, այն ամեն երկրներում, ուր որ նրանց աքսորել ես, նրանց այն հանցանքի համար, որ գործեցին քեզ դեմ։ Տեսեք, Դանիելը գերության մեջ էր, 70 տարի Իսրայելը գերության մեջ էր, բայց այստեղ Դանիելը չի հիշատակում Նաբուգոդոնոսորի մեղքը, Բաղդասարի մեղքը, չգիտեմ, մարած Պարսի թագավորների մեղքը, այլ ասում է մենք ենք մեղավոր ու դու ես մեր հետ այդպես արել։ Տեր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշխաններինը, մեր հայրերինը, որ մեղանչեցին քեզ դեմ։ Մեր Տեր Աստծունն է ողորմությունը եւ ներողությունը, որովհետեւ ներողամտությունը եւ որովհետեւ մենք ապստամբեցինք նրա դեմ, չլսեցինք մեր Տեր Աստծո ձայնին, որ գնայինք նրա օրենքով, որ դրավ մեր առաջին իր ծառաների մարգարեների ձեռով, եւ բոլոր Իսրայելը զանց արեց քո օրենքը, խոտորվեցավ, որ չլսես քո ձայնին, թափվեց մեզ վրա այն անեծքը։
եւ երթումը, որ գրված է Աստծո ծառա Մովսեսի օրենքում, որտեղ մենք մեղանչեցինք քո դեմ։ Նա հաստատեց իր խոսքերը, որ ասել էր մեր մասին, մեզ դատող, մեր դատապարտների, մեր դատավորների մասին, մեզ վրա մինչ չարիք բերելով, այնպես որ երկնքի տակ եղած չէր, ինչպես որ եղավ Երուսաղեմի հետ, մեզ վրա չարիք բերելով։ Տեր, դու ես բերել այս չարիքը։ Ամեն դեպքում շատ չխճճեմ ձեր աստվածաբանությունը, ինքն է թույլ տվել սիրելներ։ Եվ իր թույլտվությունը շատ կարևոր է, որ հասկանանք, որ եթե Տերը թույլ է տվել, ուրեմն այդ ամենի մեջ խոնարհվել է պետք։ Ինչու եմ ես անցնում այս դժվարությունով։ Ես չգիտեմ ինչու, բայց գիտեմ մի բան, կա պատասխան, Աստված ունի պատասխան։ Եթե քո մեջ կա տրտունջը, բողոքը, դժգոհությունը, դժգոհությունը Աստծո մարդկանց հանդեպ եւ այլ կռվում ես, չես խաղաղվում, ոնց տենց վարվեցին, ինչի տենց վարվեցին, ախ ես լավ էի ծառայում, ախ ես լավ էի երգում, ախ ես լավ էի քարոզում, Տերն է թույլ տվել։ Միգուցե այսօր դու դժվար ընկալես ինչ որ ասում եմ, բայց այս խոսքը թող մնա քեզ հետ օրեր շարունակ, քո նեղության, քո դժվարության մեջ սովորի գնալ Աստծո մոտ, խոսել իր հետ։ Դանիել այստեղ կարար մեղադրեր, անիծեր, սպառնար, ծածուկ աղոթքի մեջ ասեր Տեր Աստված դրանց երեխեքին սպանի, սենց ոչ, Տեր դու ես արել։ Մերն է ամոթը, քոնն է փառքը։ Մերն է իրականից մեղքը, քոնն է սրբությունը։ Ինչ լավ աղոթք, ինչ գեղեցիկ աղոթք։ Գիտեք, Նեմյան, երբ որ աղոթեց, ասեց Տեր, մենք մեղանչել ենք։ Գիտես, Նեմիայի պարիսպները վերականգնումը սկսում է ինքդ քեզ քննության մեջ բերելուց։ Տրամադրվել ես քո դասախոսի դեմ, տրամադրվել ես քո ուսուցչի դեմ, տրամադրվել ես քո ղեկավարի դեմ, տրամադրվել ես քո, ինչ ասեմ, գործընկերոջ դեմ, ապաշխարի։ Այդ մարդկանց ների, սրտիցդ բաց թող, խաղաղ քնի ու ասա Տեր, այս ամենը դու ես թույլ տվել։ Ես կսիրեմ, ես կներեմ եւ իմ կռիվը չեմ ուղի մարդու դեմ, այլ իմ կռիվը սատանայի ու նրա բոլոր դևերի դեմ է։ Հալելույա։ Գնում եմ առաջ եւ նորից բալանիներ եմ տալի ձեզ։ Մեր գործը Աստծո հետ է, մեր կյանքը նրա ձեռքերում է, ով կասի ամեն։ Մեր գործը Աստծո հետ է, մեր կյանքը նրա ձեռքերի մեջ է։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 31-ից 30 մինչև 4-ը այսպես է ասում, 31-ից 34-ը։ Ապա ինչ ասենք այն բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Եթե Աստված մեր կողմն է, ով կարա մեզ ցավեցնի, ով կարա մեզ հակառակ կենա, բայց հակառակ են։ Բայց ցավեցնում են, հարց, ով է թույլ տվել, նրա անունն է Աստված։ Ով է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է, որ արդարացնում է։ Ով է, որ դատապարտե, Քրիստոս, որ մեռավ, ավելին հարություն առավ, Աստծո աջ կողմը նստեց, որ մեզ համար բարեխոսում է։ Ով կարա քեզ մեղադիր լինի, ով կարա քեզ հակառակվի, ով կարող է քո օրհնությունը գողանա, չէ որ ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Ինչու ես մարդուն քեզ թշնամի դարձրել։ Ինչու ես տրամադրվել ու նրա հասակին հասակակից դարձել, նրա մակարդակին իջել, ինչու ես այդպես արել, սիրի, ների։ Տեր օրհնի Ալիս քուրս Ջավախքից, Հարութ եղբայր Տերը զորացնի, պահի պահպանի Սոնակուրիկ, Աստծո ձեռքը ձեզ վրա, եւ ես ուզում եմ շարունակեմ 35-ից 39-ը, ասում է, ապա ով կբաժանե մեզ Քրիստոսի սիրուց, տառապանքը թե նեղությունը, հալածանքը թե սովը, մերկությունը թե վտանգը, սուրը, ինչպես գրված է, քեզ համար մերձվում ենք բոլոր օրը, բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք, ասա հաղթում ենք։ Հաղթում ենք ներելու, հաղթում ենք սիրելու, նրա միջոցով, որ մեզ սիրեց, որտեվ հաստատ գիտեմ, ասա հաստատ գիտեմ, ոչ մա, ոչ կյանք, ոչ հրեշտակ, ոչ իշխանություն, ոչ զորություն, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ մի բարձրություն, ոչ մի խորություն, ոչ մի ուրիշ ստեղծված բան կարող չէ մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Հալելույա։ Ոչ մի բան թող քեզ չկարողանա բաժանի Աստծուց։ Ոչ քո չհասկացված իրավիճակները, ոչ քո չհաջողված բիզնեսը, ամենի մեջ իմացի, քո անապաշխար ընկերը կհաջողվի, դու չես հաջողվի, Տերը քեզ ստուգում է։ Տերը քո կյանքում բերում է ինչ-որ մի փորձություն, որպեսզի այդ ամենի մեջ տեսնի դու նորից կնայես իրեն, թե քո մարդկային հնարքներով, քո հին կերպերով, քո ձևերով կլուծես այդ հարցը։ Ուզում եմ քեզ մի բան ասել։ Աստված է թույլ տվել։ Սեմին անիծում էր Դավթին, ու Տերը իսկապես Դավիթի հետ էր, ու Դավիթն ասում էր. Տերն է թույլ տվել։
Տերն ասե որ անիցի, թողեք թող անիցի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Երբ որ ժամանակներ հետո Աստված օրհնեց Դավթին, ու Դավիթը հետ վերադարձավ Երուսաղեմ, այդ սեմին չոք եկավ Դավիթի մոտ։ Եվ խնդրում էր, որ Դավիթը չգլխատի, ասեց, եթե խելոք մնաս, եթե համեստ մնաս, հանդարտ մնաս, քեզ վնաս չի լինի։ Քույրեր եղբայրներ, թողեք թող ձեր կռիվը կռվի Աստված։ Թողեք ձեր պատերազմը պատերազմի Աստված։ Եթե դուք մտնում եք մարդու հետ կոնֆլիկտի մեջ, իմացեք Աստված չի մտնի ձեզ հետ։ Բայց եթե դուք հետ քաշվեք, ձեր սիրտը չխստացնեք, Տերը ձեր ամեն դատը կանի, ձեր պատերազմը կպատերազմի։ Այսօրվա այս կարճ ուղերձը սա էր, սպասիր Տիրոջը, միշտ նայիր երկինք, միշտ նայիր երկինք, հալածվում ես, մեղադրվում ես, զրպարտվում ես, մի երդվի քո արդարությունը հաստատելու, մի ապացուցի քո ճշմարտացիությունը, իմացի Աստված ինքը կանի, քո թիկունքը կպահի, դու միայն թող որ Աստված գործի։ Շատ բաներ կա, որ մարդիկ կռվել են, այրուն են թափել, բայց ոչ մի աջողության չեն հասել։ Եվ գրում է 27 Սաղմոսը 14 համարը սիրելներ, 27 Սաղմոսի 14 համարը կարդում եմ ինձ համար եւ քեզ համար, շատ կարևոր մի խոսք է այս հատվածում 27-ի 14-ը գնացինք, այսպես է ասում. Սպասիր Տիրոջը, թող սիրտը պինդ եւ զորավոր լինի, սպասիր Տիրոջը։ Այս համարը կուզեմ այսօր մեր մեդիան գեղեցիկ սարքի ու աղոթքի տան էջի պատին հրապարակի։ Սաղմոս 27:14-ը սպասիր Տիրոջը, թող սիրտը պինդ եւ զորավոր լինի, պինդ ու զորավոր, նորից է ասում, սպասիր Տիրոջը։ Մի կռվի մարդու դեմ, մի հայոյի մարդուն, որ քեզ հայոյել է, մի անիծի քեզանից ողին, մի սպառնա քեզ սպառնացողին, մի բամբասի քեզանից բամբասողին, մի գցիր այդ մարդուն, ով որ քեզ է գցում ուրիշների մոտ, մի արա, դու այդպես անելով դու նույն մակարդակին ես, ինչ որ նրա հանդեպ նեղված էր, բարձր եղի, մեծ եղի։ Իմացի, որ Տերն է թույլ տվել, որ քո ականջներին հասնի, որ քո մասին խոսում են, տեսնի դու այդտեղ կներես, կսիրես, կծածկես, թե կատես։ Քո կռիվը Աստծո իրական զավակ, քո կռիվը սատանայի դեմ է ու ոչ թե մարդու, որ Աստծո պատկերով է ստեղծված։ Սպասիր Տիրոջը։ Սաղմոս 37 վերջի համարը 7-ից 9 համար։ 37 7-ից 9 համարը ընթերցում եմ քեզ եւ ինձ համար։ Կարդում եմ սիրելիս, համբերիր Տիրոջը, սպասիր նրան, մի բարկանար այն մարդկանց ճանապարհի հաջողվելիս, որ իր չար խորհուրդները կատարում է, դադարիր բարկությունից, թող տուր սրտմտությունը, բաց թող սրտմտությունը, մի բարկանար, որ չար գործես, որտև չարերը կսատկեն, բայց Տիրոջ սպասողները երկիր կժառանգեն, ալելույա, սպասելը որակ է, Սպասելը որակ է սիրելներ եւ գիտես անորակություն է չսպասելը շտապողականություն ասում է շատ խոսքերի մեջ հանցանքը պակաս չէ հանցանքը պակաս չէ տեսա հիմար որից ավելի հույս կար քան մարդ որ իր խոսքերի մեջ շտապում էր լսում եք առակած գիրքն ասում է հիմարից ավելի հույս կա որ մի օր խելքը գլուխը կհավաքի բայց այն մարդուց որ անընդհատ շտապում է իր խոսքերի մեջ սաղին պատասխան սաղի պատասխան տա սաղի պորտը տեղը դնի ասում է այդ մարդուց հույս չկա դա անհույս քրոնիկ հիվանդ է օտեր օգնիր ինձ որ ես իսկապես սպասել սովորեմ սպասել Տերն է թույլ տվե այսինքն իմ ամուսինը որ այսօր սիրեկան է պահում թողել է գնացել եւ այլ գիտես բաներ կա չես ասի որ Աստված տես կազմակերպել է բայց թույլ է տվե որ դու իմանաս որ այդ ամենի մեջ տեսնի դու կանիծես, կչարախոսես, օր ու գիշեր կթաղես, կհանես, նորից կթաղես, նորից կանես, դագաղ առանց դագաղի, դագաղով եւ այլ։ Դադարիր այդ ամենից։ Գնա քո ներքին սենյակը, նորոգվի։ Ասա Տեր, ես քեզ եմ հանձնում դատը։ Ես քեզ եմ հանձնում այս անարդարությունը։ Օ Տեր, ես քեզ եմ հանձնում այս ամենը, որ իմ վրա է հասե, իմ վրա են հարձակվե։ Գիտես, Աստված տեսնում է ամեն բան, Աստված լսում է ամեն բան։ Այո, տարածեք թող մարդիկ լսեն։ Մեր հարցը Աստծո հետ է։ Մեր հարցը մարդու հետ չէ, մեր խնդիրը ղեկավարի հետ չէ, մի տրամադրվեք, սկսեք սիրել, նվիրներ տալ այդ մարդկուն, նվերներ տալ, բարություն անել, սպասում են ձեզանից այդ ամեն ինչ, որ դուք պետք է անեք, sense տրամադրվեք եւ այլը, ախր ինձ աշխատանքից հանեց, ես կրեդիտների տակ մնացի, վարկերի տակ մնացի, ախր իմ վերջապես ինշուրանս, ապահովագրությունը ներեք։
Գիտես, միջև այսօր երևի գործ չունես, օրհնություն չունես, որտեղ սրտիդ մեջ չես ներել նրան։ Հնարավոր է դու նրան ուղակի չես ներել։ Հնարավոր է քո մեջ ուղակի այդ խնդիրը իսկապես բարձացել է ու դու քո սրտից գիտես չներումը դա բռնվածություն է, պետք է ազատագրվել ես ամենից։ Տեր Հիսուս, Տեր Հիսուս։ Թող Տերը խոսի ձեզ հետ, թող Տերը զորացնի։ Թող Տիրոջ ներկայության զորությունը գա քո կյանքի մեջ եւ իմ կյանքի մեջ։ Ամենակարող Աստված, սովորեցրում ես քո կամքը։ Սովորեցրում ես քո կամքը, Տեր։ Մենք ուզում ենք սովորել։ Մենք ուզում ենք, Տեր, իրականից հասկանալ ինչ ես դու անում ես, Տեր, եւ չչարանալ ու չտրամադրվել մարդկանց դեմ։ Տուր մեզ իրական իմաստություն ու հասկացողություն։ Տեր, դու թույլ ես տալի շատ անգամ հալածվել, դու թույլ ես տալի, որ մեր ականջներին հասնի մեր մասին չարախոսություն, դու թույլ ես տալի, որ մենք տեսնենք ու ականատեսն ու վկան լինենք անարդարության, բայց այս ամենից հետո ինչ։ Օգնիր մեզ, Տեր, չչարանալու, չչարախոսելու, նույնը չանելու, ինչ որ մեզ արեցին ու մեր սիրտը դարձեն վշտացրել էր։ Տեր, դու ես թույլ տվել այս ամենը։ Տեր, քո ձեռքն է այս ամենը։ Երբ որ Հոբը այդ ամենը չվերագրեց սատանային, այլ միջևերջ պահանջեց, Տեր արի, խոսիր, բացատրիր, դու եկար, դու չզլացար, դու խոսեցիր քո Հոբ ծառայի հետ, դու խոսեցիր նրա հետ ու բժշկեցիր նրա հասկացողությունը, եւ Հոբը ավելի փառավոր եղավ, ավելի զորավոր, քան առաջ էր։ Դավիթը չգլխատեց իրեն անիծողին, Դավիթը չթաղեց իրեն իսկապես սպառնալիք ասողին, Դավիթը ներեց, Դավիթը հասկացավ, որ դու ես թույլ տվել, եւ դու այդ մարդուն ծնկաչոք հետո բերեցիր իր մոտ։ Երբ որ մենք մեր կռիվը չենք կռվում, դու ես պատերազմում, Տեր։ Երբ որ մենք չենք մեր պաշտպանը, դու ես մեր պաշտպանը, Հիսուս։ Ո Տեր, բացիր մեզ այս ամենը։ Սիրելիս, ես աղոթում եմ, որ քո մեջ գա Աստծո իրական իմաստությունը։ Ու եթե այսօր սիրտդ կբացես ու կանկեղծանաս, որ Տեր, դու ես այս ամենը թույլ տվել ու ես այսքան տարի մեղադրում եմ դեսպանին, մեղադրում եմ այս քաղաքապետին, դատում մեղադրում եմ գյուղապետին, դատում մեղադրում եմ իմ վերջապես տնօրենին, ապաշխարություն տուր ինձ, Տեր։ Հենց դրա համար էլ պատճառն է, որ այս ամենը արգելք է դրված, որ ես չեմ օրհնվում, որտեղ ես մեղավորներ եմ գտել ինձ համար։ Բաց թող այդ մեղավորներին, թող գնան։ Այս գիշերը ազատագրման գիշեր է, բաց թող գնան եւ ուղիր հայացքդ ու ասա, Տեր, իմ հարցը քո հետ է, իմ կարիքը քո հետ է, Աստված կփոխի Եսավի սիրտը, որքան էլ Հակոբը փորձեց ինքնուրույն չստացվեց, մինչև առանձնացավ Աստծո հետ, Աստված Եսավի սիրտը փոխեց։ Տեր, իմ հարցը քո հետ է։ Այսօր ամուսիններով իրար չենք հասկանում, վիճում ենք, կռվում ենք, անարգում ենք, արհամարում ենք, որովհետև մեր հարցը քո հետ է, Տեր, մենք քո հետ ճիշտ հարաբերություն չունենք։ Ուզում եմ, Տեր, գալ քո առաջ, խոնարհվել, ապաշխարել, ողորմությունդ խնդրելու իմ կնոջ ու ամուսնուս ինձ թշնամի չդարձնել։ Ապաշխարություն տուր, Տեր, ապաշխարություն տուր, Տեր։ Օրհնյալ է Աստված, որ օրհնում է մեզ ամեն հոգևոր օրհնություններով։ Ես հիմա աղոթք եմ բարձրացնում ձեր հոգևոր տկարությունների համար, որ Տերը ձեզ զորացնի։ Ամեն հոգևոր հիվանդությունից Տերը բժշկի։ Ինչ է նշանակում հոգևոր հիվանդություն, վիրավորանքը, ողակալությունը, չարամտությունը, բամբասանքը, դրանք հոգևոր հիվանդություններ են, չներումը, չսիրելը, ատելը։ Տերը բժշկի ձեզ ներսից, բժշկի ձեզ հոգևորապես, որպեսզի ֆիզիկապես էլ, նյութապես էլ օրհնվեք, թող ձեր կենցաղում էլ օրհնվեք, թող ձեր աշխատանքում էլ օրհնվեք, ռեսո գարամաշագարալաբապրե։ Եթե կան հիմա մարդիկ, որոնք տկար են, հիվանդ են, քրոնիկ հիվանդ են, չգիտեմ, ֆիզիկական հիվանդություն է, գլխի հիվանդություն է, ոտքերի հիվանդություն է, խնդրում եմ ավակներից, եթե հիմա կան այստեղ քույր եղբայր, միաբանվեք եւ իրականից այս աղոթքը բերենք, արևի քուրս, ուղակի թող Տերը զորացնի ձեզ։ Ես աղոթում եմ Տեր Հիսուս իսկապես, աղոթում եմ ամեն արիթմիայի համար, սրտի արիթմիայի համար, աղոթում եմ շաքար հիվանդության համար, աղոթում եմ Տեր Հիսուս իսկապես ողորմես, Էլենին էլ ողորմես, այդ շաքար հիվանդությունից ազատագրես ու բժշկես։ Տեր, ես խնդրում եմ, որ իրականից այդ հիվանդությունները դուրս շպրտվեն Հիսուս քո տված իշխանությունով։ Աղոթում եմ շատ կանանց համար կանացի հիվանդություններից առողջանալու, կանացի հիվանդություններից այդ տանջանքներից ազատ լինելու, աղոթում եմ, որ ձեր մարմինը բժշկվի, աղոթում եմ, որ ձեր գլխացի
ցավերը բժշկվեն, աղոթում եմ, որ ձեր ձեռքերը գործեն, աշխատեն, ձեր մկանները աշխատեն, այդ քարացած մկանները աջ ձեռքի վրա, թող Տերը բժշկի, թող Տերը բժշկի, թող Տերը բժշկի։ Ես աղոթում եմ ձեր իսկապես ամեն այդ պոչուկի ցավերի համար, այդ ոսկրած ցավերի համար, այդ տանջալից ցավերի, որ ոչ նստել, ոչ կանգնել, Տերը ողորմի, առանց սրսկումների այլևս վազեք, քայլեք ու աշխատեք Հիսուսի անունով։ Աղոթում եմ, որ անպտուղները պտղաբել լինեն, ձեր ձեռքը դրեք ձեր որովայնի վրա, եթե ամուսիններով եք ձեր բռնեք ու խոսեք Տիրոջ զորությունը, Տերը օրհնի ձեզ պտուղով, Տերը օրհնի ձեզ առողջ, առույգ պտուղով, թող անպտղության պիտակը, թող անպտղության ամեն չարիքը հեռանա ձեզանից։ Թող գա պտղաբերությունը, թող ձեր հոդերը բժշկվեն, թող ձեր երիկամները բժշկվեն, թող ձեր ստամոքսը բժշկվի, թող ձեր թոքերը բժշկվեն, թող ամեն վերակենդանացման բաժանմունքում եղողները բժշկվեն։ Աղոթում եմ Անահիտ Ուդումյանի մայրիկի համար, որ Տերը ողորմի նրան այդ պալատում, հիվանդանոցում, կյանք տա ապրելու այդ կյանքը թող պատկանի Հիսուս Քրիստոսին։ Տերը քեզ ոտքի անի քույրս, զորացնի քեզ, բժշկի քեզ, թող Տերը զորացնի քեզ, գլխից մինչև ոտքերի ծայրը, որ տեսիլքիդ մեջ տեսնես Տիրոջը, երազով տեսնես ու այդ ամեն հիվանդություններից ազատ լինես։ Ես աղոթում եմ ամեն իսկապես ձեր մարմնի համար, ձեր մարմնի այդ բջիջների համար, ձեր հորմոնալ խնդիրների համար, այդ հորմոնների խանգարումների համար, այդ աննորմալ գերության համար, որ Տերը ողորմի ու ձեր հորմոնները բժշկի։ Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին գա ձեր կյանքի վրա, ովքեր հավատում են, թող ձեռնադրեն իրենց հենց հիմա Հիսուսի տված իրավունքով եւ իշխանությունով եւ այն օծությունով, որ այստեղ հիմա կա, ինձ վրա ու քեզ վրա թող յուղ գա ու թող բժշկությունը հոսի։ Ես խոսում եմ բժշկություն հիվանդության վրա, ես խոսում եմ ազատագրում բռնվածության վրա, ես խոսում եմ ազատագրում դիվահարության վրա, ես խոսում եմ ազատագրում կապանքների վրա, թուղթուգրերի վրա, գուշակությունների, կախարդությունների, օկուլտիզմի վրա, թող Տերը ողորմություն անի եւ թող կախարդությունը քանդվի, կրոնական կախարդությունները թող քանդվեն, մոլորության կախարդությունները թող քանդվեն, կանայք տղամարդիկ, որ շատ կանանց տղամարդկանց բռնել են գեր իրենց ափի մեջ, թող ազատություն գա, թող ազատություն գա քո որդու համար, որ այդ կախարդության կրոնական շարժման մեջ է։ Օ հայր ու մայր, դուք աղոթում եք ձեր որդու հարսի համար, թող Տերը հանի նրանց այդ ամեն գերությունից։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Նոր սկսված երիտասարդների մեջ հարաբերություն, երիտասարդ տղա, հավատարմության խոստմունք, հավատարմության ընթացք, աղջկա հետ արդեն մտերմություն, բայց արդեն մեկը կա, որի հետ սայթով կապի մեջ ես, պիտի դադարես, այլապես կքանդես այն, ինչ որ Տերը շինում է քո կյանքի մեջ։ Հետարքրություն, հետարքրասիրություն այնուհետև կվերածվի գերության։ Տեր Հիսուս ազատիր ամեն սխալ սեռական ցանկություններից։ Ես աղոթում եմ ամեն այլանդակության ու ամեն ֆիլմեր, պորնոգրաֆիայի դեմ եւ ամեն մարմնական ամեն մեղքերի դեմ, պղծությունների դեմ ազատագրիր երիտասարդությանը եւ ամուսնացած կանանց ու տղամարդկանց, ովքեր դրա մեջ բռնված են սատանայի կողմանը, ազատիր Տերում ես իրական դարձրու ազատ այդ ամեն պղծությունից, այդ ամեն գերությունից, թող մենք դրա վրա ունենանք իշխանություն եւ ոչ թե դա մեզ վրա։ Եթե հիմա դու իրական լսում ես սա եւ դու ծխող ես, խմող ես, թմրամոլ ես ու խաղամոլ ես, հենց հիմա քեզ առիթ կա ազատագրվելու, ձեռքերդ ուղի Հիսուսին ու ասա, ես ուզում եմ դրանից ազատ լինել, ես ուզում եմ այս գերություն ինձանից գնա, եթե հավատում ես աղոթի, ես դեմ եմ խոսում թմրամոլությանը, հաշիշ ծխելուն, ես դեմ եմ խոսում ծխամոլությանը եւ հարբեցողությանը, գարեջրին, այդ ամեն իսկապես, չգիտեմ, այդ ամեն ոգելից խմիչքներին, այդ օղին Տերը ազատագրի քեզ, Տերը ազատագրի քեզ։ Վաղը տունդ կքանդվի, արդեն խալխուլ է ու դու չես հասկանում, որ սատանան տունդ ներսից է քանդում, ազատվի այդ ամենից, վերադարձի ու թող երեխադ չգարշի քեզանից եւ չունեն այդ վախն ու տառապանքը իր հորից, Տերը ողորմի քեզ, Տերը ազատի քեզ, դու այսօր կարող ես դրանից դուրս գալ։ Դա ոգի է, ուղղակի ասա դուրս Հիսուսի անունով։ Սուրբ Հոգի։ Եկեք աղոթենք, եկեք մկրտվենք Սուրբ Հոգով, եկեք ազատագրվենք, եկեք դատարկվենք այս ամեն տկարություններից ու տառապանքներից։
Հիսուսի անունով։ Հիսուսի անունով ձեռքերդ մի հանի, բժշկություն է գալի Հիսուսի անունով։ Տեր մարգարեական խոսք տուր, Տեր հայտնություն տուր, Հիսուս հայտնություն տուր։ Քո չծնված բալիկին ասել են, որ խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները իսկապես այնքան լուրջ է, որ ասում են հեռացրու, աղոտ քարա, ձեռքը դիր որովայնիդ ու հրամայի Հիսուսի անունով կատարյալ բժշկություն եւ նորից գնաս ստուգվելու։ Դեռ մի հանիր, նորից գնաս ստուգվելու։ Պարտադիր է, որ բժիշկների ասածը բժիշկներն էլ հերքեն Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Հայկուի քուրս, Արև քուրս, Կարեն, եղբայր Տերը օրհնի ձեզ, Սիդրը քարամա շագարալամ ապրե։ Ինստագրամով էլ օրհնում ենք, YouTube-ով էլ օրհնում ենք։ Սիրելներ, Աստված լուրջ գործ է անում հենց հիմա։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փարտիրոջ այսօրվա ծառայության համար սիրելներ, վաղ ավակ 5 շաբթին է։ Մենք այն թափ եկեղեցաշենքում ունենք շատ մեծ հաղորդության պաշտամունք, մեծ, որտեղ բոլոր եկեղեցին է հրավիրված, Էջմիածին, Հրազդան, Վայք, բոլոր տեղերը հրավիրում ենք, որպեսզի միասին Տիրոջը այրունի ու մարմնին հաղորդ լինենք։ Վաղը հաղորդության հրաշալի ծառայությունը ժամը 7-ին կամ 7:30 հրավիրված եք բոլորդ, եւ ինչպես Քրիստոս Հիսուս լվաց իր աշակերտների ոտքերը, մենք էլ կունենանք այդ գեղեցիկ արարողությունը ոտնլվայի եւ կարող ես սիրտդ պատրաստել ու ներկա լինել այդ ծառայությանը։ Նաեւ Կիրակի օրը մեծ հարության տոնն է Զատիկը, այն թափում ժամը 11-ին մեծ միջոցառում հրավիրված են բոլոր քույր եղբայրները ժամը 5-ին Կոմիտասում։ Սիրելիներ, նաեւ ուզում եմ հորդորել, մի փակեք իսկապես ձեր ձեռքերը Աստծո տունը շինելուց։ Այս օրերին այնքան քիչ է իսկապես մարդը Տիրոջ համար կանգնում ցանելու, եւ այնքան շատ ենք մեր տները գունեղազարդ գեղեցիկ շինում, բայց Աստծո տան համար շատ քիչ են կանգնում։ Պողոս առաքյալի խոսքը ասում է, այսօր ամեն մարդ վազ է տալի իր անձնական ընթացքի մեջ, բայց Աստծո տունը մնում է ավերակ։ Սիրելիներ, մենք մեծ հող ունենք, եկեղեցաշենք չունենք։ Եկեք միասին մեր իրական զոհաբերությունները ունենանք, մեր ընծան ու տասանորդը, որպեսզի Աստծո եկեղեցաշենքերը շինվեն։ Ես երեկ եմ եկել Ջավախքից ու Տերը գործում էր։ Ու վաղը չեմ իսօր ուրբաթ օրը կլինեմ նաև Գյումրիում, եւ այն մյուս օրը կլինեմ Վայքում, կարծում եմ։ Հրազդան, մյուս տեղեր, բոլոր տեղեր ներկայացարություն։ Օրհնում եմ ձեզ, ձեր սիրտը մի խստացրեք, նունեք ուրս, Տեր օրհնի, Տերն է թույլ տվե, ու մենք սովորելու բան ունենք։ Մարանաթա, Հիսուսը շուտով կգա։ Երբ որ ուզում ես օրհնություն, ուրեմն օրհնող եղի, որ օրհնությունը ժառանգես։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։